այս փուլում քիչ հավանական է Ադրբեջանի եւ Իրանի միջև ռազմական գործողություններ, բայց խնդիրը պետք է դիտարկենք առնվազն երկու սցենարների մեջ։ Սցենար 1 Իսրայելը տեսնում ենք, որ բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի հակամարտության մեջ նոր կողմեր ներքաշի։ Մասնավորապես նույնը տեղի ունեն թե ծոցի դեպքում, նույնը տեղի ունենում թե արաբական թերակղզում, նույնը տեղի ունեն թե եվրոպական միության մյուս դաշնակիցներին այս կամ այն ձև փորձել ներքաշել հակամարտության մեջ, ինչը խոսում է այն մասին, որ Իսրայելը բավականին մեծ խաղադրույք է կատարել այս հակամարտության վրա եւ հաշվարկը այն է, որպեսզի ամեն գնով հասնեն Իրանի Իսլամական Հանրապետությունում իրենց ռազմական նպատակների իրականացմանը։ Հետևաբար սրանով պայմանավորված ես բացարձակապես չեմ բացառում, որ հնարավոր է սա Իսրայելի կողմից կազմակերպված սադրանք լինի, հատկապես որ Իսրայելը սրա փորձը ունի, այսպիսի տեխնոլոգիաներ իսրայելցիները կիրառել են ամենատարբեր հակամարտություններում, իսրայելական հատուկ ծառայությունները հատկապես հայտնի են այսպիսի ձեռագրով, հետևաբար ես կարծում եմ վարկածներից մեկը եւ գուցե ամենաարժանահավատներից մեկը այն է, որ Իսրայելը փորձի այս կերպ, այսպես ասենք, կազուս բելի ապահովի Ադրբեջանի համար, որպեսզի ադրբեջանա-իրանական հարաբերությունները մտնեն այնպիսի փուլ, որը հնարավորություն կընձեռի Ադրբեջան միանալու ռազմական գործողություններին։ Ես չեմ բացառում, որ Ադրբեջանն էլ այդպիսի պարտավորություն ունի ստանձնած։ Բայց այստեղ մենք բախվում ենք մեկ այլ խնդրի, որը կապված է Թուրքիայի հետ։ Տարածաշրջանում քրդական գործոնի ակտիվացումը ես կարծում եմ, որ սիտուատիվ համագործակցություն կարող է առաջացնել Թուրքիայի եւ Իրանի միջեւ, որովհետև քրդական գործոնը տարածաշրջանում ամենազգայուն գործոնն է թե Թուրքիայի համար, թե Իրանի համար, թե Սիրիայի համար եւ թե Իրաքի համար։ Եվ այս 4 երկրները ես կարծում եմ, որ նմանատիպ իրավիճակներում նաեւ պատմական փորձը հաշվի առնելով մենք այդպիսի փորձ ունեցել ենք նաեւ 30-ական թվականներին, դրանից հետո Իրան-թուրքական հարաբերությունների բավականին ջերմացում կապված քրդական գործոնը ճնշելու հետ։ Հետևաբար քրդական գործոնի շահարկումը ես կարծում եմ առաջացնում է Թուրքիայի եւ Իրանի միջև սիտուատիվ համագործակցություն, ինչը էապես թույլատնում է Ադրբեջանի ներգրավումը ռազմական գործողություններում, չնայած կարծում եմ, որ Ադրբեջանը ունի նման պարտավորվածություն ստանձնած։ Դա է վկայում նաեւ Ալիևի երեկվա հայտարարությունը Անվտանգության խորհրդի նիստում։ Ես կարծում եմ, որ այս պահին Ալիևը չի կարող միայնակ գործել, Ալիևի գործողությունները մեծապես պայմանավորված են լինելու նաև Թուրքիայի դիրքորոշումից, հետևաբար պատահական չէ նաև երեք շատ օպերատիվ կապը Անկարայի հետ։ Սրանով պայմանավորված ես ուզում եի նաև հիշեցնել երկրորդ սցենարը, որը եւս քիչ հավանական չէ, որ հենց Ադրբեջանի կողմից սա կարող էր կազմակերպված լինել։ Ես ինչու եմ հակված, որ Իրանի կողմից սա քիչ հավանական է, որ Իրանը այսպիսի սցենար խաղարկեր, որովհետև Իրանը իր համար ունի խնդիր գոնե թե հյուսիսային սահմանները հնարավորինս ապահով պահելու, որովհետև հյուսիսային սահմանները իր հիմնական լոգիստիկ, այսպես ասենք, ճանապարհներն են մնում, հաշվի առնելով թե հարավում, թե արևմուտքում իր ունեցած խնդիրները։ Սրանով պայմանավորված կարծում քիչ հավանական է, որ իրանական իշխանությունների նախաձեռնությամբ այսպիսի էպիզոդ գրանցվեր։ Չեմ բացառում նաև, որ հենց Ադրբեջանի կողմից սա կարող էր կազմակերպված սադրանք լիներ, որպեսզի դարձյալ ապահովի կազուս բելի Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Սակայն ինչպես նշեցի, անկախ նրանից թե Ադրբեջանը զորահավաք կհայտարարեն, ինչպիսի ուրեմն պատրաստվածության մակարդակի կբերեն զինված ուժերը, կա շատ պարզ դիլեմա Ադրբեջանի առաջ, դա թուրքական խնդիրն է, իսկ Թուրքիային այս պահին հատկապես ես կարծում եմ ձեռնտու չէ, որպեսզի Իրանի դեմ լինեն ցամաքային գործողություններ։ Թուրքիայում բազմիցս դրա մասին ոչ միայն հայտարարել են, այլև հենց թուրքական տարբեր ռազմավարական փաստաթղթեր են վկայում այն մասին, որ
հատկապես քրդական գործոնով պայմանավորված Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանում չմասնատված Իրանով։